1999-ի այս օրերին խառն է Լեռնային Ղարաբաղի քաղաքական իրավիճակը։ Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը կառավարության դիմաց ապտակում է վարչապետ Անուշավան Դանիելյանին։ Խոսվում է նախագահ Արկադի Ղուկասյանի հնարավոր հրաժարականի մասին։ Վերջինս հերքում է, Ստեփանակերտի ավականին պահանջում է եւ Սամվել Բաբայանի եւ Արկադի Ղուկասյանի հրաժարականը։ Սակայն հրաժարական է տալիս միայն Բաբայանը։ Բանակի նոր հրամանատար Մովսես Հակոբյանն ասում է, որ թող Հայաստանի հրամանատարական կազմը օրինակ վերցնի իրենցից։ Ոչ մի գործողություն չի լինելու, մեր կողմից ասեմ, որ ինչ-որ կա, սա իրականություն է, փաստը կատարված է, ինչ-որ կատարվել է, դա արդեն հետադարձ ոչ մի բան չի լինելու։ Ղարաբաղում ինչ-որ կատարում է կոնսումալի ոճով։ 6 ամիս մի առաջընթաց պետք է լիներ, բայց բոլորը շեղվում են նրա վրա, անձերի վրա։ 1999-ի այսօրը Երևանում բացվում է Նոյան բնական հյութերի գործարանը, աշխատողների թիվը գաղտնիք է, հումքն էլ առայժմ տեղական չէ։ Այսօր շատ կարևոր է գյուղացուն համոզել, որ նա աշխատանք անիմաստ չի, որ այսօր գյուղացին նորից ոգևորված ստեղծի այն պտուղները, որոնք մենք հայտնի ենք եղել ամբողջ աշխարհում։ 2000 թվականի այսօրը մեծ է հավանականությունը, որ դեկտեմբերի 25-ից մայրաքաղաքի փողոցները չեն աղբազերծվի։ Խոսքը աղբահավաքների գործադուլի մասին չէ։ Ուղղակի ամեն մարդ փող չի ունենալու, տանից դուրս չի գալու, դա դառավ գործադուլ։ Սանմաքրման աշխատակիցները 6 ամիս փող չեն ստացել, մոտ 420 միլիոն դրամ։ Կինը ժամի 4-ին իր տակ տեղից դուրս է գալի փողոց է մաքրում եւ դրա դեմը գնահատողը չկա։ 2000-ի դեկտեմբերի 17-ին գործադուլի են դուրս գալիս գիտաշխատողները, 4000 աշխատակիցների սոցիալական ծանր վիճակն է նրանց մի մասին դուրս բերել փողոց։ Նրանք չեն ստացել իրենց 5 ամսվա աշխատավարձը 300 միլիոն դրամ։ Պարզվում է թեմատիկ ֆինանսավորում ունեցող հիմնարկներին աշխատավարձերը տալիս են բյուջեի այլ ծախսեր հոդվածով, որը կառավարությանը չի պարտավորեցնում փող տալ ամեն ամիս։ Այսօր դանակը արդեն ոսկորին է հասել։ Մեզ ստիպում են, որպեսզի խոսենք այնպիսի բաների մասին, որոնք գիտնականին սազական չեն։ 2001-ի դեկտեմբերի 17-ին Շավարժ Քոչարյանն ականջալուր չէ 2 օր առաջ Ռոբերտ Քոչարյանի արած այն հայտարարությանը, որ չկա եւ չի լինելու սահմանադրական փոփոխությունների երկրորդ նախագիծ։ Նախագահը ասում է, որ չկա երկրորդ նախագիծ, կա միայն մեկը, եւ ավելին խոսում է իր մասին։ Իմ շահերից է դա բխում, ես երջանիկ չեմ, բայց ներողություն։ Խոսքը վերաբերում է հաջորդ նախագահին, այլ ոչ թե ներկա։ Ուրեմն ինքը նախապես նաև հռչակում է, որ ինքը հաջորդ նախագահն է։ 2010-ի այսօրը Երևանի քաղաքապետ է ընտրվում Կարեն Կարապետյանը։ Նա ավականու հանրապետական խմբակցության անդամ է, զբաղեցնում էր Հայրուս Գազարդ ընկերության տնօրենի պաշտոնը։ Կար տեսակետ, որ քաղաքապետի պաշտոնը նա զբաղեցնում է Ռուսաստանի պահանջով։ Իհարկե ոչ։